Եվ եղս աղությանս թե աղաչեցուկ ընկարկեցու և ողորմյամ, Այնուհետև Ծիծեռնակաբերդ են այցելել Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Փաշինյանին ուղեկցում էին նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նիկոլ Փաշինյանից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել Աննա Հակոբյանը պետական պահպանության ավելի քան 10 աշխատակիցներով շրջապատված։ Մեր նկարահանող խմբերը վաղ առավոտից աշխատում են հուշահամալիրի տարածքում։ Այս պահին միանանք, տեսնենք ինչ է կատարվում։ Սեդա այս ժամին դեպի հուշահամալիր մարդկանց ինչպիսի հոսք է նկատվում։ Բարի օր Սվետլանա, բարի օր հարգելի հետևորդներ, այս պահին շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակման աշխատանքը Հայոց ցեղասպանության հուշահամալիրից, նշեմ, որ րոպեներ առաջ խոսում էինք Հայաքվե նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանի հետ, վերջինս իր օրվա խորհրդով պայմանավորված ուղերձը հղեց, այսօր նաև Ծիծեռնակաբերդ հուշահամալիր է այցելել ամենայն հայոց կաթողիկոսը, հոգեհանգստի կարգ է մատուցել, նրա հետ է նաև Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան այլ հոգևորականներ, կարգից հետո վերջիններս իրենց կոչով եւ խորհրդով են դիմել ժողովրդին ու հեռացել են Ծիծեռնակաբերդ հուշահամալիրից։ Այստեղ եկել են նաև այլ քաղաքական ուժեր, ինչպես խորհրդարանական, այդպես էլ արտախորհրդարանական, եղել է այստեղ Ուժեղ Հայաստան դաշինքը, այստեղ էր րոպեներ առաջ նաև Լուսավոր Հայաստանը Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, այս պահին էլ Ծիծեռնակաբերդը մարդաշատ է եւ սպասվում են այլ հանրային, մշակութային եւ քաղաքական գործիչների այցելությունները, մենք մինչեւ ուշ գիշեր այստեղից լուսաբանելու ենք, հետևեք ավելի թարմ լուրեր իմանալու համար։ Սվետլանա Շնորհակալություն Սեդա, Ծիծեռնակաբերդից ուղիղ միացմանը կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Այսօր հայ ժողովուրդը լռությամբ ու խոնարհումով հիշում է իր պատմության ամենացավոտ էջերից մեկը։ Այսօր հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է։ Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբին մեծագույն ոճրագործությունն էր։ 1915-ից 1923 թվականներին թուրքական յաթաղանի զոհ է դարձել շուրջ 1,5 միլիոն հայ։
Սակայն հայոց ցեղասպանությունը միայն ողբերգության եւ կորուստի պատմություն չէ, այն նաեւ պայքարի, դիմադրության եւ արժանապատվության պատմություն է։ Շատ վայրերում հայերը կարողացան կազմակերպվել եւ պայքարել իրենց գոյության համար։ Ինչպիսի ինքնապաշտպանական մարտեր են տեղի ունեցել 1915-ին, ռեպորտաժում։ Հայոց ցեղասպանությունը դա միայն սգի եւ ցավի պատմություն չէ։ Դա նաեւ հերոսական էջ է, որը պետք է ոչ թե թաքցնել, այլ ցույց տալ դրա ավելի կարևոր երեսը։ Թե ինչպես առանց մտավոր կենտրոնի, առանց մտավորականության եւ առանց երիտասարդության մնացած հայ ժողովուրդը շատ դեպքերում կարողացավ ջարդել պետական ամբողջ ապարատի աջակցություն ունեցող թուրքական բանակը։ Ցեղասպանության ամիսներին հայությունը որոշ վայրերում կարողացավ համախմբվել եւ միահամուռ պայքար մղել իր գոյության իրավունքը պաշտպանելու համար։ Ընդ որում, արևմտահայությունը համեմատաբար քիչ զոհ ունեցավ միայն այն վայրերում, որտեղ կարողացել էր համախմբվել եւ դիմադրություն ցույց տալ։ 1915 թվականի ապրիլից մոտ 22-23 հազար հայ բնակչություն ունեցող Վան քաղաքը, ունենալով մոտ 500 գործող հրացան, ուղիղ մեկ ամիս հերոսաբար դիմադրեց մոտ 15 հազարանոց թուրքական կանոնավոր բանակին։ Քաղաքի ներքին ինքնակազմակերպումը այնպիսի բարձր մակարդակի էր հասել, որ աշխարհից թուրքական պաշարումով կտրված Վանը վառոդ էր արտադրում, ապահովված էր միջդիրքային լոգիստիկան, Պարենի եւ ռազմամթերքի մատակարարումը։ Հերոսական դիմադրության շնորհիվ Վանի եւ Վիլայեթի մոտ 200,000 հայ կարողացավ ապահով գաղթել ռուսական կայսրության տարածք։ Երիտ թուրքերը կատաղի դիմադրության են հանդիպում նաեւ Շապին-Գարահիսար քաղաքի հայկական թաղամասում։ Այստեղ ինքնապաշտպանական մարտերը սկսվում են 1915 թվականի հունիսին։ Տեղի հայերը կազմում են զինվորական խորհուրդ, որը գլխավորում է Ղուկաս Դեովլեթյանը։ 5000-ի հասնող հայ բնակչությունն ամրանում է քաղաքից ոչ հեռու գտնվող Բերդում, որը թշնամին շրջապատում է։ Ինքնապաշտպանական մարտերին մասնակցում էին նաև հայ պատանիները։ 14-ամյա Հայկ Թևեքելյանը կյանքի գնով կարողանում է ձախողել թուրքական գրոհը եւ փախուստի մատնել թշնամուն։ Զինամթերքի, Պարենի եւ հատկապես ջրի սպառվելու վտանգը ստիպում է գարահիսարցիներին փորձել հանդուգն գրոհով դուրս գալ շրջապատումից։ 1915-ի հունիսի 29-ի գիշերը մոտ 1000 հոգուց բաղկացած հայկական ջոկատը գրոհում է մի քանի ուղղությունով։ Ծանր մարտերից հետո հայերին հաջողվում է ճեղքել հակառակորդի օղակը։ Դրանից հետո թուրք զինվորները ներխուժում են Բերդ եւ գազանաբար հաշվեհարդար տեսնում մնացած բնակչության հետ։ 1915-ի հուլիսի վերջին ստանալով գաղթելու հրամանը, տեղի հայության մեծ մասը որոշում է չենթարկվել, այլ դիմել ինքնապաշտպանության։ Դիմադրությունը ղեկավարելու համար ստեղծվում է զինվորական խորհուրդ Տիգրան Անդրեասյանի, Հաբետ Իսկենդերյանի գլխավորությամբ։ Մուսալեր է բարձրանում ավելի քան 4000 մարդ։ Օգոստոսին տեղի է ունենում առաջին մարտը։ Հայերը հետ են շպրտում թշնամուն։ Այդ պարտությունից հետո թուրքական հրամանատարությունն ավելի մեծ ուժեր է կենտրոնացնում։ Բերում է հրետանի, որը սկսում է ռմբակոծել հայկական դիրքերը։ Թշնամի մեծ ուժերով հրետանու աջակցությամբ կատաղի մարտերից հետո կարողանում է մոտենալ հայկական դիրքերին եւ գրավել դրանցից մի քանիսը։ Հայ մարտիկները սակայն հավաքելով իրենց ուժերը անակնկալ հարձակում են ձեռնարկում եւ հետ շպրտում թշնամուն։ Որոշ անհաջողություններից հետո թուրքական հրամանատարությունն այլևս չի դիմում ակտիվ մարտական գործողությունների, այլ ավելի սեղմում պաշարման օղակը։ Հայերին դատապարտելով դանդաղ սովամահության։ Չնայած ծանր դրությանը, հայերը պահպանում էին ոգու արիությունը։ Այսպիսի օրինակները մոտ 30 տասնյակ են՝ Մուշ, Սասուն, Բիթլիս, Ուրֆա, Ագդաղ, Չաթի եւ այլն։ Սա ապացույցն է այն բանի, որ հայության լուր մորթվելու թեզը շինծու է եւ առանց գիտական հենքի։ Ավելին, այն ծառայում է որոշակի նպատակների, ինչպես օրինակ ներշնչել ժամանակակից հայությանը, որ փոքր մարդկային եւ նյութական ռեսուրսներով հնարավոր չէ պայքարել ավելի շատ հնարավորություններ ունեցող պետությունների եւ համակարգերի դեմ։ Համակերպվելով ու ենթարկվելով միայն ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին։ Պետք է մի կողմ դնել անապատներում գլուխը կախ-մորթվելու գնացող հայ մարդու մասին արհեստածին եւ կեղծ պնդումը։ Իսկ ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառման ժամանակ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայությանը կոչ է արել լինել ուխտապահ եւ հավատարիմ մնալ ազգային հիշողությանը։ Նրա խոսքով Հայաստանը պետք է հետևողական լինի իր հռչակած սկզբունքներին եւ շարունակի պաշտպանել հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտման հարցը։
Իսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հիշեցրել է, որ ապրիլի 24-ը ոչ միայն հիշելու, այլև մարդու իրավունքների կարևորությունը վերահաստատելու օր է։ Գրասենյակը դատապարտել է անցած դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունները։ Այսօրը եւս մեկ հիշեցում է, որ նման հանցագործությունների կանխարգելումը պետությունների եւ միջազգային հանրության կարևորագույն պարտականությունն է։ Իսկ նման արարքների համար պատժելիությունը կանխարգելման կարևորագույն գործիք։ Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը եւ ծնում նոր հանցագործություններ։ Այսօրվա աշխարհում էլ իրականություն են էթնիկ հիմքով ատելության տարատեսակ դրսևորումները։ Դրանք պարարտ հող են ձևավորում ցեղասպանության եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար, ուստի պետք է արժանանան պատշաճ հակազդեցության։ Մարդու իրավունքների հարգումը, իրավունքի գերակայության երաշխավորումը եւ խտրականության բոլոր ձևերի բացառումը պետք է լինեն յուրաքանչյուր հասարակության հիմնասյուները, իսկ մեր ջանքերը պետք է մեկտեղված լինեն ատելության խոսքի, ատելության շարժառիթով կատարվող հանցագործությունների, անհանդուրժողականության եւ խտրականության բոլոր դրսևորումների կանխարգելման գործում։ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենաողբերգական վայրագություններից մեկն է, որի կազմակերպիչն ու պատասխանատուն Թուրքիան է, հայտարարել է Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամը։ Ուղեղային կենտրոնն ընդգծում է, որ զանգվածային սպանություններն ու հարկադիր տեղահանությունները պահանջում են դատապարտում եւ փոխհատուցում։ Ցեղասպանության եւ եղելության ժխտման արդեն 111 տարի ձգվող ստվերն արտացոլվում է նաեւ վերջին տարիների իրադարձություններում, ինչպիսին է Արցախի կորուստն ու հայաթափումը։ Անցյալի եւ ներկայի միջև զուգահեռները պահանջում են ոչ միայն պատմական հանցագործությունների անհապաղ եւ անվերապահ ճանաչում, այլև դրանց ժամանակակից հետևանքների հաղթահարման գործնական քայլեր։ Պահանջատիրությունը լոկ նշանաբան չէ, ոչ էլ հարգանքի դրսևորման քայլ սեփական պատմության ու նախնիների հանդեպ, այլ ժամանակակից աշխարհում ազգի պատմության ողբերգական իրադարձությունների կրկնությունը թույլ չտալու նախապայման, պետությունների միջև քաղաքակիրթ երկխոսության, հնարավոր հաշտեցման եւ զարգացման նախապայման։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրությունը պետք է ընդլայնվի, բայց հաջողության գրավականը ուժեղ, անվտանգ, տնտեսապես եւ տեխնոլոգիապես հզոր, սոցիալապես արդար, առողջ ու առաջադեմ երիտասարդությամբ Հայաստան պետության կայացումն է։ Այս հիշողությունն այսօր էլ շարունակում է միավորել հազարավոր մարդկանց։ Ամեն տարի ցեղասպանության տարելիցի նախօրեին Երևանում անցկացվում է ջահերով երթ։ Մարդիկ հավաքվում են Հանրապետության հրապարակում եւ քայլում դեպի Ծիծեռնակաբերդ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։ Այս տարի եւս տեղի ունեցավ երթը, որի մեկնարկին ջահակիրները այրեցին Թուրքիայի դրոշը։ Մեկնարկում է 2026 թվականի ջահերով երթը, պայքարը շարունակվում է, մեկ պայքար, Սիրելի հայրենակիցներ, վարում ենք ջահերը և կանթեղները, մեկնարկում ենք ջահերով երթը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը սադրիչ եւ լարվածություն հրահրող վարքագիծ է համարում ջահերով երթի ընթացքում Թուրքիայի դրոշի այրումը։ Իսկ ջահերով երթի մեկնարկից առաջ ՀՅԴ ներկայացուցիչ Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ 111 տարի անց էլ հայ ժողովուրդը շարունակում է իր պայքարը հիշողության, իրավունքների եւ ինքնության պահպանման համար։ Իսկ այսօր ավելի քան 1 դար անց մեր վրա հարձակվում են ոչ թե յաթաղանով, այլ ուրացման պարտադրանքով։ Նպատակը նույնն է՝ ջնջել հայկական հետքը, վերացնել մեր տեսակը։ Մեզ ստիպում են, որ չոգեշնչվենք Արարատով։ Մեզ ստիպում են մոռանալ Արցախը եւ այնտեղ կատարված ոճիրը։ Մեզ ստիպում են հրաժարվել մեր պետության ծննդյան վկայականից, անկախության հռչակագրից։ Եվ սա կատարվում է այն ժամանակ, երբ Արցախում ոչնչացնում են մեր եկեղեցիները եւ մեր եղբայրները գտնվում են Բաքվի բանտերում եւ փաստացի շարունակում է ցեղասպանության քաղաքականությունը։ Եվ այս ամեն ինչը արվում է այս շենքում նստած հանցագործի
Փաշինյանի մասնակցությամբ եւ մեղսակցությամբ։ Մեզ համատեղ ուժերով փորձում են սպառնալ, ստիպել հրաժարվել մեր իրավունքներից, բայց մենք գիտենք պատմության դասը, նա ով հրաժարվում է իր անցյալից, կորցնում է իր ապագան։ Իսկ ինչ հայտարարություններ են արել երթի մասնակիցներն ու քաղաքական գործիչները, տեսանյութում։ Քանի որ մեր պայքարը չի ավարտվել եւ դեռ նոր իրականում թիրախներ ունենք պայքարի համար, այս տեսանկյունից եւս կարող եմ պնդել, որ Ջահերով երթը էական կարևոր նշանակություն ունի հայ ժողովրդի քաղաքական կյանքում, որովհետեւ եթե նայենք որպես ցեղասպանության պահանջատիրական միջոցառում միակ եւ եզակինը Հայաստանում մանավանդ իր մասշտաբով որ տեղի է ունենում։ Ցավոք սրտի վերջին տարիներին հաշվի առնելով նաեւ Հայաստանի իշխանությունների քաղաքական ուղեգիծը, որը որդեգրել են այս տեսանկյունից, մենք ավելի կարևորում ենք այս միջոցառումը եւ մեր քաղաքացիներն էլ կոչանում մասնակցել։ Իրոք վերջի մի քանի տարին Ջահերով երթը ուղերձ է ոչ միայն արտաքին լսարանին, այլ նաեւ ուղերձ է Հայաստանի իշխանություններին, որի հեճուկս իրենց ժխտողական, ապազգային, զոհին մեղադրելու քաղաքականության հայ ժողովուրդը պատրաստ է պայքարել իր իրավունքների իրականացման համար։ Դա մեր հիշողությունն է, դա մեր անվտանգության բաղադրիչներից մեկն է, որովհետև միջազգային օրենքի համաձայն երկիրը, որը ցեղասպանություն է գործել մեկ այլ երկրի, մեկ այլ ազգի հանդեպ, պատասխանատվություն է կրում զոհի անվտանգության համար։ Դա մեր այսօրվա անվտանգության երաշխիքներից մեկն է։ Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կոլաբորացիոնիստական վարչակարգը իրականացնում է քայլեր, որը ուղիղ դեմ է հայոց պահանջատիրության գաղափարին, ավելին, սրանք ոչ ավել ոչ պակաս հայտարարում են, որ հələ պետք է հասկանանք ինչու է եղել ցեղասպանությունը, փորձում են այլ պետությունների մեղավոր ճանաչել, չհասկանալով մի բան, որ 1911 թվականի Սալոնիկի գաղտնի ժողովի որոշում կա, ըստ որի հայ ժողովուրդը եւ քրիստոնյա հայ ժողովուրդն պետք է ցեղասպանվեին։ Սա ուղիղ ուրացում, եւ թրքապատակ ռեժիմից ինչ պետք է սպասենք։ Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանի ապագան Էրդողանի գիրքն է։ Վերջին տարիներին մենք կարծես սա ավելի շատ այս կոչերը ու ցեղասպանությունը հիշելը, դատապարտելը ավելի շատ կարծես ուղղացնի մեր իշխանություններին, ցավոք, որովհետև շարունակաբար մոռացության է տրվում այս ամենը, նսեմացվում է, արտաքին քաղաքական օրակարգից հանվում է եւ այստեղ գիտեք ուղղակի հույսս ու ակնկալիքն այն է որ այս իշխանություններին մնացել է ընդամենը մի քանի ամիս եւ այս խնդիրը մենք այլևս չենք ունենա հաջորդ տարվանից սկսած։ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է եւ մենք որպես հայ ժողովուրդ մշտապես այն հիշելու ենք եւ այն մեր միջազգային արտաքին քաղաքական օրակարգում մշտապես լինելու է։ Այստեղից ում ենք հիմա ուղերձում Թուրքիա, Ադրբեջան, միջազգային հանրություն։ Գիտեք, մինչև վերջերս հավանաբար այս ուղերձը մշտապես արտաքին դերակատարներին է եղել, բայց կարծում եմ վերջին ժամանակահատվածում այն շատ ակտուալ է ասել, որ նաև գործող իշխանություն է վերաբերում, որովհետև գիտեք, որ շատ բաց են խոսում նրա մասին, որ պետք է դեռ ուսումնասիրվի հայոց ցեղասպանության հանգամանքները, դեռ պետք է պարզվի ինչ պայմաններում է տեղ ունեցել հայոց ցեղասպանությունը, դեռ պետք է գտնվեն, թե որքան մարդիկ են զոհվել ցեղասպանության ժամանակ եւ հետեւաբար ուղերձը նաեւ այս իշխանություններին է, որ չնայած ձեր ուրացման քաղաքականությանը հայ ժողովուրդը չի ուրանում իր պատմությունը։ Իսկ հայոց ցեղասպանության հուշահամալիր բարձրանալիս քաղաքացի է մահացել։ Նախնական տվյալներով քաղաքացին հանկարծամահ է եղել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում երեկ ավարտվել է ընտրությանը մասնակցելու համար կուսակցությունների առաջադրումների փուլը։ Հունիսի 7-ին նախատեսված ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ, 17 կուսակցություն եւ 2 դաշինք։ Որ ուժերն են խորհրդարանական ընտրությանը առաջադրման հայտ ներկայացրել ռեպորտաժում։ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի հերթական ընտրությանը կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ, 17 կուսակցություն եւ 2 դաշինք։ Այս ընտրությանը քաղաքական ուժերը պայքարում են Հայաստանի ղեկավար դառնալու համար, բայց ովքեր են այդ ուժերը եւ ովքեր են գլխավորում նրանց ցուցակները։
Քաղաքացիական պայմանագիր այս կուսակցությունը Հայաստանի իշխող ուժն է։ 2015 թվականին հիմնադրված կուսակցության առաջին համարը Նիկոլ Փաշինյանն է։ Այս ուժը 2017 թվականին մասնակցել է ընտրությանը Ելք դաշինքի կազմում, ապա 2018-ին Իմ քայլը դաշինքով, իսկ 2021-ին միայնակ։ Ելք կա։ Ելք կա։ Ելք կա։ Ելք կա։ ԿՊ-ի երկրորդ եւ երրորդ համարներն են համապատասխանաբար Արարատ Միրզոյանն ու Անահիտ Ավանեսյանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Այս կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականին եւ արդեն թրծվել է ընտրական պրոցեսներում։ ԲՀԿ-ն տարբեր ժամանակահատվածներում ունեցել է մեծ ներկայացվածություն ազգային ժողովում։ 2007 թվականից սկսած ԲՀԿ-ն իր հաստատուն քվեն է ունեցել ընտրություններում։ Առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է, երկրորդ համարը Անդրանիկ Թևանյանն է, երրորդը Լուիզա Սարգսյանն է։ Հայաստան դաշինք այն քաղաքական միավոր է դարձել սկզբում Ռոբերտ Քոչարյանի վերածնվող Հայաստանի եւ Հայ հեղափոխական դաշնակցության միավորումից 2021 թվականին, իսկ այս տարի դաշինքի կազմում չկա վերածնվող Հայաստան կուսակցությունը, փոխարենը ավելացել է Առաջ կուսակցությունը։ 2021 թվականի ընտրությանը հավաքելով 21% ձայն այս ուժը դարձավ խորհրդարանական ընդդիմություն։ Առաջին համարն Արցախի առաջին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, երկրորդ համարը ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է, նույն դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը երրորդն է։ Ուժեղ Հայաստան դաշինքը այս ասպարեզում նորեկ է, այս տարի է ստեղծվել ղեկավարը բարերար Սամվել Կարապետյանն է, ցուցակի առաջին համարը նրա եղբոր որդին Նարեկ Կարապետյանը, երկրորդ համարը նախկին պատգամավոր իրավապաշտպան Արամ Վարդևանյանը, երրորդը սահմանադրագետ Գոհար Մելոյանն է։ 2015 թվականին ԿՊ-ի հետ միասին ձևավորվել է նաև Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որը եւս ցանկանում է մասնակցել ընտրությանը։ Այս երկուսը միասին են 2017 թվականին Ելք դաշինքով մասնակցել ընտրությանը։ Առաջնորդն ու առաջին համարը հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն է, երկրորդը Կարպիս Փաշոյանը, երրորդը Շուշանիկ Ավագյանը։ Հայ ազգային կոնգրես նախկինում ՀՀՇ որպես ՀԱԿ ձևավորվել է 2008 թվականին։ ՀԱԿ-ը սկզբում ձևավորվել է որպես քաղաքական դաշինք, որը միավորել է մի շարք ընդդիմադիր ուժերի իշխանության դեմ պայքարի նպատակով։ Հետագայում այն ավելի շատ դարձավ կուսակցական կառուցվածքով ուժ։ Առաջնորդը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանը։ Վարչապետի մյուս թեկնածուն Արման Թաթոյանն է, Միասնության թևեր կուսակցության ղեկավարն ու ցուցակի առաջին համարը։ Թաթոյանը 2016-ից 22 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը։ Այս ընտրություններին վարչապետի թեկնածուներ են առաջադրել նաև մի շարք այլ ուժեր՝ Հանրապետություն կուսակցություն Արամ Սարգսյան, Վազգեն Սարգսյանի եղբայրը, Քրիստոնյա դեմոկրատական կուսակցություն Լևոն Շիրինյան, Հանուն Հանրապետության ժողովրդավարության կուսակցություն Արման Բաբաջանյան, ԴՕԿ կուսակցություն Վարդան Ղուկասյան, Նոր ուժ Հայկ Մարության, Ալյանս Տիգրան Ուրիխանյան, Ժողովրդավարական համախմբում Սուրեն Պետրոսյան, Հայաստանի Շնորհապետական կուսակցություն Գուրգեն Սիմոնյան, Բոլորին դեմ եմ նախաձեռնությունը դիրքավորվում է որպես բողոքական ընտրական ձևաչափ, ի դեպ այս ուժը հայտարարել է, որ կգործակցի ԿՊ-ի հետ, եթե իրենց գաղափարներն ու ծրագրերը համընկնեն։ Սադամակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրությանը, միաժամանակ անդրադառնալով 2018 թվականի իրադարձություններին եւ այդ շրջանի քաղաքական որոշումներին։ Նա իր հրաժարականի 8-րդ տարվան նվիրված տեքստում խոստովանել է, որ չի կարողացել հասարակությանը լիարժեք բացատրել իր առաջադրման նպատակը։ Երրորդ նախագահի խոսքով իր առաջադրման նպատակը բնավ իշխանությունը պահելը չէր, այլ Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգությունը ապահովելը։ 2018 թվականին ես առաջադրվեցի, որպեսզի երաշխավորեմ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, որպեսզի սահմաններին չլինի այրունահեղություն, ապա հրաժարական տվեցի, որպեսզի սահմանների ներսում թույլ չտամ այրունահեղություն։ Իսկ այսօր իմ հրաժարականից 8 տարի անց ժողովրդի մի ստվար մաս համարում է, որ Նիկոլի իշխանությունը կա այնքան ժամանակ, քանի դեռ նրա դեմ քաղաքական պայքարի առաջին շարքում նախկիններն են։ Հայաստանն իր արմատից կտրած ծնկի բերած պարտքի մեջ թողած ու ստով հեղեղած խմբակը պետք է հեռանա։ Այլընտրանքը սարսափելի է, սարսափ մեր երկրի, մեր ժողովրդի ու հաջորդ սերնդի համար։ Սարսափը հենց իրենց համար, պարզապես իրենք էլ դեռ չեն գիտակցում։ Արթնանալ է պետք, որ հետո ուշ չլինի։ Սարգսյանի այս հայտարարություններին արձագանքել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ Ղարաբաղյան հարցը դեռ վաղուց հասել էր մի կետի, երբ այլընտրանքային լուծումները գրեթե սպառված էին։ Երեկվա մեկ ժամանոց ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև մի շարք զգայուն թեմաների մասին։ Երբ որ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ ես հաշտ եմ
այդ որոշման հետ եւ ես բնականաբար այդ տրամաբանությամբ նաեւ ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա։ Այս հայտարարությամբ կառավարության ղեկավարը արձագանքեց իր ընտանիքի շուրջ շրջանառվող հարցերին, անդրադառնալով Աննա Հակոբյանի հետ հարաբերություններին, հատուկ ընդգծելով, որ իրականում կյանքը շատ ավելի բարդ է, քան թատրոնը։ Անձնական կյանքի մասին հարցերը չշարունակվեցին եւ հերթը հասավ քաղաքական հարցերին։ Փաշինյանը չի պատրաստվում Ստեփանագերտի մայր եկեղեցու ոչնչացումը միջազգային հարց սարքել։ Պնդեց, նման թեմաների նկատմամբ պետք է լինել շրջահայաց, որովհետեւ նման թեմաները երկսայր սուր են։ Ինչպես նոր կտակարանում ասվում է, որ մենք պետք է միշտ հաշվի առնենք, որ ինչպես նոր կտակարանն է ասում, դատվելու կտակարանը իր ընթերցողներին ասում է դատվելու եք այն նույն դատով, ինչ դատով որ դատելու եք։ Սա կարող է նպաստավոր հենք հանդիսանալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակմանը։ Հաշվի առնելով, որ այս քաղաքականությանը զուգահեռ, երբ որ երկու եկեղեցի հիմնովին ոչնչացվեց, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է Հայաստանին մեղադրում չակերտել մշակութային ցեղասպանության մեջ։ Պետք է ել ավելի ագրեսիվ քաղաքականություն բարենք եւ ցանկացած հուշարձանի հետ կապված կլինի ոչնչացում թե վանդալիզմի այլ դեպքեր, դարձնենք միջազգային քննարկման առարկա։ Հերթը հասավ եկեղեցի պետություն հարաբերություններին եւ հարկային դաշտին։ Ըստ Փաշինյանի կառավարությունը պատրաստ է վերադարձնել հայաստանյաց առաքելական եկեղեցու գործունեությունից գոյացած եւ գանձված հարկերը, ընդգծելով ֆինանսական թափանցիկության ապահովման անհրաժեշտությունը։ Նրա թիրախը դարձյալ վեհապարներ։ Իսկ ինչու պետքա մենք հայաստանյաց առաքելական եկեղեցու հետևորդները չիմանան, որ օրինակ մոմի վաճառքը ինչքան շրջանառություն է ապահովում, հետո ինչ են լինում այդ փողերը։ Դա նրա համար է, որպեսզի օրինակ Կտրիշ Ներսիսյանի զարմիկները բանով G դասի Mercedes-ով պատտվեն։ Բարվա կտրվածքով, ասենք վաճառած մոմի շահույթը կարող հնարավորություն է տալիս ունենալ մեկ մոմավաճառ, մեկ հավաքարար, մեկ երգչուհի, կոմունալ ծախսեր եւ երկու ուսուցչուհի կրկանում։ Եվ քարտային համակարգով տրամադրվում լրիվ թափանցիկ, լրիվ պարզ։ Ճեպազրույցի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ նաև ներքաղաքական զարգացումներին եւ առաջիկա ընտրություններին։ Նրա խոսքով նախկին իշխանությունները փորձում են վերադառնալ քաղաքական դաշտ նոր ձևաչափերով, սակայն նույն դերակատարներով։ Ավելին քաղաքական հակառակորդներին, ՀԱԿ-ին եւ Դաշնակցությանը դրեց մեկ ընդհանուր ափսեի մեջ։ Հեղափոխությունից առաջ թվում էր, թե քաղաքական դաշտում կան ազատականներ, չգիտեմ, այլ հայացքներ։ Ուրեմն հիմա ինչ պարզվեց։ Պարզվեց, որ ասենք, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, զտարյուն։ Այդ մնացածը բան է, թատրոն էր, խաղ էր։ Ընդ որում, ըստ Փաշինյանի Տեր-Պետրոսյանը ամենաանհաջողակ եւ ամենաանհաջող դաշնակցականն էր։ Դե գրեք, Հայաստանի պատմության մեջ Հայաստանի ամենամեծ վնաս տված մարդու գնահատականին ոնց կարելի է գնահատականը լուրջ ընդունել։ Ու կրկին Երևանի խցանումների մասին խոսելիս արդարացումների ֆոնին Փաշինյանը հիշեց Երևանի նախկին քաղաքապետին ու Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Փաշինյանի խոսքով Երևանի նախկին քաղաքապետը եւ Գյումրիի ղեկավարները բացահայտ կամ ոչ բացահայտ գործել են կառավարության դեմ։ Գյումրու ճանապարհները վատն են, իսկ դրանից դուրս ամեն բան կարգին է։ Մեր կառուցած բանը շատրվանը միացնում են Դոլյա Վարավսկայա երգում։ Հիմա հույս ունեմ երգում է Դոլյա Վարավսկայան առավոտի դիկով։ Եվ վերջում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի նախատեսում ակտիվացնել աշխատանքները հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում եւ ապասառեցում չի լինելու։ Միաժամանակ նա նշել է, որ երկիրը կարող է ապագայում թե դուրս գալ կազմակերպությունից, թե մնալ կախված իրավիճակից։ Մերձավոր Արևելքում ավելի քան 50 օր շարունակվող լարվածությունը ոչ միայն չի թուլանում, այլև շարունակում է խորանալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի շտապում ավարտել հակամարտությունը։ Նա նշել է, որ ժամանակը Իրանի օգտին չէ եւ ընդգծել, Վաշինգտոնը գործարքի կգնա միայն այն դեպքում, երբ դա լիովին համապատասխանի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների շահերին։
Թրամփը նաև հայտարարել է, որ հրահանգել է ԱՄՆ ռազմածովային ուժերին ոչնչացնել Հորմուզի նեղուցում ականներ տեղադրող ցանկացած նավ։ Նրա խոսքով ամերիկյան ուժերը արդեն իրականացնում են նեղուցի ականազերծում եւ այդ գործողությունները շարունակվելու են առավել ուժեղացված տեմպերով։ Եվ վերջում, ովքեր էին հայ վրիժառուները, որոնք որոշեցին եւ ոչնչացրեցին 1915 թվականի հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներին։ Դիտեք Ամրոց հիմնադրամի պատրաստած ֆիլմի 8-րդ մասը, իսկ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին, տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։ 1918 թվականի Ստամբուլի ռազմադաշտային դատարանների սահմանած պատիժը հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչների նկատմամբ այդպես էլ գործիչ դրվեց։ Պատճառը մեծ տերությունների քաղաքական երեսպաշտությունն էր եւ Մուսթաֆա Քեմալի հայատյաց դիրքորոշումը։ Արդարություն թախանձող, բայց ձեռնունայն մնացած հայության համար քաղաքակիրթ աշխարհը չթողեց այլ ելք, քան դիմել Այրոն Ռուշտ դիցուհու հովանավորությանը։ «1919 թվականի աշնանը Երևանում ընթացող դաշնակցության 9-րդ համաժողովին գաղտնի վճիռ կայացվեց ոչնչացնել 1915 թվականի հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներին։ Ծրագիրը հին հույների վրիժառության աստվածուհու պատվին ստացավ Նեմեսիս անունը։ Թեև Հայաստանի առաջին հանրապետության անկման պատճառով հնարավոր չեղավ իրականացնել վրեժխնդրության ծրագիրն ամբողջությամբ, այնուհանդերձ ամենաականավոր դահչապետերին թվով 9 հոգի չհաջողվեց խուսափել Նեմեսիսի ողակալ բազկից։ Այսպես, 1920 թվականի հունիսի 19-ին Թիֆլիսի Գոլովինյան պողոտայում հայ վրիժառուների կողմից գնդակահարվեց մուսաֆաթական Ադրբեջանի նախկին ռազմական նախարար Ֆաթալի խան Խոյսկին։ Ուղիղ մեկ ամիս անց 1920 թվականի հուլիսի 19-ին նույն վայրում Թիֆլիսի Գոլովինյան պողոտայում ոչնչացվեց մուսաֆաթական Ադրբեջանի մեջլիսի նախագահի նախկին տեղակալ Հասան Բեկ Աղայևը։ 1921 թվականի մարտի 15-ին Բերլինի Հարդենբերգ շտրասե փողոցում սպանվեց Օսմանյան Թուրքիայի մեծ վեզիր Մեհմեդ Թալիաթ Փաշան։ 1921 թվականի հուլիսի 18-ին Ստամբուլի Պտիշան այգում ոչնչացվեց մուսաֆաթական Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ խան Ջավանշիրը։ 1921 թվականի դեկտեմբերի 5-ին Հռոմի Վիա Էոստագիո փողոցում չեզոքացվեց Օսմանյան Թուրքիայի վարչապետ Սաիդ Հալիմ Փաշան։ 1922 թվականի ապրիլի 17-ին Բերլինի Ուլհանդ շտրասե փողոցում գնդակահարվեցին Իթիհադ վեթերակի կուսակցության երևելի անդամ Բեհայեդդին Շաքիրն ու Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմին։ 1922 թվականի հուլիսի 21-ին Թիֆլիսի Պետրոս Մեծի փողոցում սպանվեց Օսմանյան Թուրքիայի նախկին ծովային նախարար Ահմեդ Ջեմալ Փաշան։ 1922 թվականի օգոստոսի 4-ին Տաջիկստանի Չաղան գյուղի մոտակայքում չեզոքացվեց Օսմանյան Թուրքիայի նախկին ռազմական նախարար Իսմայիլ Էնվեր Փաշան։ Այս գործողությունները աննախադեպ հնչեղություն ստացան համաշխարհային մամուլում եւ քաղաքական շրջանակներում, ստիպելով միջազգային հանրությանը խախտել լռությունն ու կրկին ուշադրություն սևեռել առաջին համաշխարհայինի թերևս ամենազարհուրելի էջին։ Նեմեսիս ծրագրի ծավալներն ունեցող գործողությունը պահանջում էր հսկայական նյութական ռեսուրսներ ու պետական համակարգի եւ կուսակցական կառույցների ներուժի գերլարում։ Եվ այնուհանդերձ նույնիսկ այս պարտադիր պայման հանդիսացող բոլոր միջոցների արկայությունն ու գործադրումը չէր կարող լինել արդյունավետ, եթե չլինեին ծրագրի մասնակից երիտասարդների անհատական որակները։ Կասկած չկա, որ Նեմեսիսի ուխտին պատրաստ էին անդամագրվելու եւ մեծագույն պարգև կհամարեին այդ առիթը հազարավոր հայ երիտասարդներ, թրծված ֆիդայական խմբերի, կամավորական գնդերի, Հայաստանի զինված ուժերի կազմում վարած մարտերում եւ ինչն ամենաէականն էր, տոգորված ազգի տառապանքների արդար հատուցման իղձով։ Եվ սակայն նրանց միջև արած հոյդա պատասխանատու մարմինների ընտրությունը հարկ է համարել անսխալական, ինչի լավագույն ապացույցն է հանդիսանում Նեմեսիսի գրանցած արդյունքը։ Մինչդեռ անձամբ այդ երիտասարդների համար ներգրավում է Նեմեսիսի ծրագրում լոկկուսակցական պատասխանատու մարմինների որոշում չէր, այլ ճակատագրի պարգև։ Աստծո աջով նվազ նախախնամություն, որն իրենք պետք է արդարացնեին անմնացորդ նվիրումով ստանձնելով առաքելությունը, ընդհուպ մարտիրոսություն։ Նրանցից ոչ ոք մասնագիտացված չէր հատուկ գործողություններ իրականացնելու հմտություններում, ոչ ոք չուներ համապատասխան կրթություն ու հիմնավոր պատրաստվածություն, եւ վերջո շատերը նույնիսկ տակավին պատանի էին։
Եվ այնուհանդերձ գերագույն պատասխանատվության նրանց գիտակցումը, բնածին մտավոր օժտվածությունը եւ նվիրումը կատարած ուխտին զարդարեցին Նեմեսիս ծրագիրը մարդկային հոգու վեհության եւ կամքի բացառիկ օրինակներով։ Բավական է նշել միայն մի քանի դեպք։ Այսպես, Հրաչ Փափազյանը մի քանի տարի ապրեց Եվրոպայում, ձևանալով թուրք Մեհմեդ Ալի անունով եւ ստիպված լինելով ամբողջությամբ կապել իր կյանքն ու առօրյան բացառապես թուրք շրջանակների հետ։ Ընդհուպ մատնվելու ամենաաննշան հնարավորությունը բացառելու համար նա նույնիսկ թլպատեց իրեն, ինչը աննախադեպ երևույթ էր հայ քրիստոնյայի համար։ Եվ այս ծայրաստիճան զգուշավորությունը տվեց իր պատուղները, քանի որ մեծապես հենց Հրաչ Փափազյանի ջանքերով բացահայտվեցին թուրք դահիճների որջերը Եվրոպայում։ Նեմեսիսական երիտասարդության անմնացորդ նվիրումի մեկ այլ վկայություն դարձավ Արշավի Շիրակյանի հետ պատահած դեպքը, երբ վերջինս Հռոմում մահվան դատավճիռ իրականացրեց Սաիդ Հալիմ Փաշայի նկատմամբ։ Երիտասարդ մի իտալուհի գնդապետի այրի խելագարության աստիճան սիրահարվելով Շիրակյանին առաջարկել էր նրան ամուսնանալ իր հետ, խոստանալով նաև ժառանգել նրան իր ունեցած հսկայական հարստությունը։ Սակայն հայ վրիժառում թեև արդեն կարող էր դադարեցնել իր մասնակցությունը Նեմեսիս ծրագրին, այնուամենայնիվ մերժեց հարուստ ու անհոգ կյանքի հեռանկարը, նախընտրելով շարունակել իր կյանքի գերագույն առաքելությունը։ Նման խոսուն օրինակներ կարելի է թվել թերևս հարյուրներով։ Նեմեսիսը հիրավի կյանքի առաքելություն դարձավ հայ վրիժառումների համար, ինչպես նաև սահմանեց նրանց հետագա ողջ ճակատագրի ընթացքը։ Ոմանց երկար ու արժանապատիվ կյանքը օծելով փառքի պսակով, իսկ ոմանց առաջնորդելով մարտիրոսությամբ։